Դարձա առավոտ Պարոն Փաշինյան, հայտնի փաստ է, որ Արցախում Ադրբեջանը իրագործել է ցեղասպանական գործողություններ, նաև միջազգային հայտնի մասնագետներ են այդ գնահատականը տվել, մարդկության դեմ ուղղված հանցագործություն եւ դրա հետևանքով Արցախի բնակչությունը բռնի տեղահանվել է։ Հիմա դուք այս հարցերը բարձրաձայնելու փոխարեն խոսում եք այն մասին, որ Արցախի ժողովրդի վերադառնալու իրավունքի հարցը պետք է փակել, այդ հարցը հավասարեցնում եք Ադրբեջանի իշխանությունների կողմից շրջանառության մեջ դրված կեղծ թեզի հետ, այսպես կոչված ադրբեջանցիների վերադարձի թեզի հետ։ Մասնագետները պնդում են, որ դրա փոխարեն Հայաստանի իշխանությունը պետք է դիմի միջազգային քրեական դատարան։ Օրինակ վերջերս Արման Թաթոյանն էր առաջարկում, այդ առաջարկով հանդես գալիս եւ ասում ինչու այդ հարցադրում են նաեւ ընդդիմադիր падգամավորները մեր ինչու Հայաստանի իշխանությունը չի գնում այդ ճանապարհով եւ ինչու են արվում քայլեր, որոնք ձեռնտու են ոչ թե հայ ժողովրդին, Հայաստանին ու Արցախին, այլ ձեռնտու են մեր թշնամիներին։ Եվ այն, որ դուք չեք անում այդ քայլերը, արդյոք դա չի նշանակում, որ փորձ է արվում կոծկել Ադրբեջանի ցեղասպան գործողությունները, հա, Արցախում տեղի ունեցած, նաև ընդհանրապես Հայաստանի տարածքում են տեղի ունեցել այդ գործողությունները, ու նաև դուք ասացիք բախումներ չհրահարվի, վստահ եք մայրաթոռում այսօր, բայց պարակտում հաստատ լինում է, հա, այդ գործողություններով, օրինակ Գյումրիում էլ զուգահեռ երկու պատարակ տեղի ունեցավ, այն օրը, երբ հայ ժողովրդի համար սգո օրեր, հիմա այսօր են խոսում զուգահեռ երկու պատարակի մասին եւ պարակտում է մտցվում հայ ժողովրդի մեջ այդ գործողություններով։ Պարակտումը գիտենք, որ ձեռնտու է մեր թշնամիներին։ Ձեզ որքանով է ձեռնտու այդ պարակտումը, շնորհակալություն։ Գիտեք, առաջին հարցի հետ կապված, ընդհանրապես ես նախկինում էլ առիթ ունեցել եմ ասելու, որ մեր ընթացիկ քաղաքականությունների հիմքում մեր պատմության վերլուծությունն է, մեր նորագույն պատմության, նոր պատմության եւ ընդհանրապես պատմության վերլուծությունը եւ այն ինչ դուք ասում եք, որ խոսում են մասնագետները, այդ ճանապարհը մի ճանապարհ է, որը մեզ դնելու է մի վիճակում, որ մենք Խրիմյան հայրիկի նման թղթե շերեփ հառած ընկնենք դռնեդուռ եւ մեծ տերությունների եւ մեծ ու փոքր տերությունների առաջ ինչպես Խրիմյան հայրիկներ ասում, բան անենք, լացուկոցով զբաղվենք եւ որը այսօր ես կառավարության նիստում էլ ասացի, որը կբերի ինչի եւ բերել է ինչի եւ մենք նոր ենք ընդամենը 2 տարի էլ դեռ չկա, որ ազատվել ենք դրանից, ընդամենը 2 տարի կբերի ինչի, որ բոլորը մեզ կօգտագործեն սեփական նպատակների համար եւ միակ սուբյեկտը, որ մեզ չի օգտագործի սեփական նպատակների համար, այդ կլինենք մենք։ Այսինքն, այն ճանապարհը, որ դուք ասում եք, դա Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի մանրադրամացման ճանապարհն է միջազգային քաղաքականության եւ դիվանագիտական խաղերի մեջ։ Մենք պետք է մեր սխալներից դասեր քաղենք եւ հետեւություններ անենք, որովհետեւ դա մի ճանապարհ է, որը հայ ժողովրդին հարատևությամբ դատապարտում է նահատակի եւ գոյատևողի ճակատագրի։ Ես նախկինում էլ ասել եմ, որ մեր կառավարության եւ իմ առաքելությունը համարում եմ հայ ժողովրդին նահատակացման այդ տրամաբանությունից դուրս բերելը եւ մենք այսօր այո հասել ենք դրան բազմաթիվ զոհերի եւ զոհողությունների գնով։ Եվ այն ինչ որ դուք ասում եք, ճանապարհը, որ նորից մենք գնանք մեր պետությունը եւ մեր ժողովուրդը մանրադրամացնելու ճանապարհով, սրա նրա ձեռքին խաղակարգ դարձնելու ճանապարհով։ Եվ այդտեղ էլ այսօր կառավարության նիստում ինչ հետաքրքիր է զուգադիպ է ձեր հարցը։ Ես ասում եմ, որ մենք ի վերջո պետքա հասունանանք։ Ի վերջո պետքա հասունանանք եւ նույնիսկ
դիվանագիտական դասագրքերում են ճշմարտությունը ճակերտներում, որ ասում է չկան մշտական բարեկամներ եւ մշտական թշնամիներ, կան մշտական շահեր, մենք պետք է վերանայենք էս, որովհետեւ ճշմարտությունն է նա, որ չկան թշնամիներ եւ չկան բարեկամներ։ Կա պետություն իր շահերով եւ մենք պետք է գնանք այդ պետության շահերի հետևից։ Որտեւ էլի եմ ասում, ես այդ հարցին անդրադարձել եմ։ Հիմա մենք կարող ենք ասենք Ղարաբաղի ժողովրդի վերադարձի օրակարգենք ворթեգրում, ով է շահելու դրանից։ Ով Ղարաբաղի ժողովուրդը դրանից շահելու է։ Այսինքն դուք գիտեք ինչ եք ասում, ասում եք եկեք Ղարաբաղի ժողովրդին, հայ ժողովրդի մնացած մասերի նման դատապարտենք հավիտյան պանդուխտի կարգավիճակին։ Որ մարդիկ չիմանան, ի վերջո որտեղ են իրանք իրանց երեխեքը, իրանց թոռները, իրանց ծոռները, որտեղ են ապրելու։ Կա հասցե, թե չկա, այս ասում եմ այո, կա հասցե, եւ այդ հասցեն Հայաստանի Հանրապետությունն է իր միջազգայինորեն ճանաչված ինքնիշխան տարածքով։ Այն մնացածը, ինչ որ դուք ասում եք, դա էլի եմ ասում, ճանապարհ է, որը ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ ուղիղ ասում եմ ձեզ, հազիվ այդ գործից ես եւ մենք ազատվել ենք։ Որ շատ լավ, այդ միջազգային հարգելիս, ես պատա։ Շատ լավ։ Մենք տեսանք այդ միջազգայինորեն ամրագրված, արձանագրված իրավունքները, որը տոնում ենք համազգային կերպով, ուրախանում, որ էս ինչ լավ, որ իրականության մեջ ինչ ա բերել դա։ Մենք էլի դասեր չենք քաղում, մենք, չգիտեմ, տարբեր պայմանագրեր ենք ունեցել, չգիտեմ, Սան Ստեֆանոյի կոնֆերանս, Բերլինի կոնֆերանս, Սևրի պայմանագիր, չգիտեմ, այս դատարանի վճիռ, այն դատարանի վճիռ, այն ինչ փաստաբանը սենց ասեց, բա տեսակ ուժեղ փաստաբանը, որ նախկինում 1861 թվականին եղել է, չգիտեմ, որ դատարանի գերագույն դատավորը սենց բան ասեց։ Փրկվանք։ Ոչ, մենք հրաժարվում ենք այդ ճանապարհից։ Ուղիղ ասում եմ, հրաժարվում ենք այդ ճանապարհից։ Որովհետև դա ճանապարհ է մեր եւ մասնավորապես Ղարաբաղի ժողովրդին հավիտյան պանդուխտի կարգավիճակի դատապարտել։ Մենք չենք գնում, մենք ասում ենք Ղարաբաղի սիրելի քույրեր եւ եղբայրներ։ Դուք պետքա տնավորվեք Հայաստանի Հանրապետություն։ Ստանաք Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, մենք ասում ենք Հայաստանի քաղաքացիներ։ Մենք պետքա հրաժարվենք պանդխտելու հացի հետևից, պանդխտելու տրամաբանությունից, որտեղ հացը էստեղ է։ Հայաստանի Հանրապետությունը ոչ թե նահատակվելու գործիք է, այլ հաց ստեղծելու գործիք է։ Եվ մենք գնում ենք այդ ճանապարհով։ Այսօր ես կառավարության նիստում մի ժամ ուղիղ կարդացել եմ այն սուբվենցիոն ծրագրերը, որոնք մենք ֆինանսավորում ենք։ Մենք մարդկանց ոտի տակը ճանապարհ ենք սարքում, մայթ ենք սարքում։ Որովհետև սա երկիր է Հայաստանի Հանրապետություն, որտեղ մարդը պետք է ապրի։ Եվ մի քանի մասնագետի, որ իրանք աշխատանք ունենան, մենք չենք պատրաստվում մի ամբողջ ժողովրդի եւ պետության ճակատագիր դնել հարցականի տակ։ Մենք հրաժարվում ենք այդ ճանապարհից։ Մենք հրաժարվել ենք այդ ճանապարհից։ Եվ այդ ճանապարհից հրաժարվելու արդյունքում մենք դարձել ենք լիարժեք պետություն։ Ոչ թե հաշմանդամության հազար ներողություն ամենայն հարգանքով։ Խումբ ունեցող այլ լիարժեք պետություն մենք վերականգնվել ենք։ Դրա համար է, որ ես ասում եմ, այսօր մենք անկախ ենք քան երբևէ, ինքնիշխան ենք քան երբևէ, պետություն ենք քան երբևէ։ Եկեղեցին չի պառակտվում, որովհետև ժողովուրդն է չի պառակտվում, որ լսեք, պատարակը մի բանակ, որ կարող է զուգահեռ 25 տեղը լինի, ամեն կիրակի հարյուրավոր տեղերում լինում է պատարակ։ Ինչ պառակտման մասին է խոսքը։ Խոսքը Մայր աթոռը
մի քանի աղանդավորից ազատելու մասին է, Կտրիչ Ներսիսյան եւ իր նեղ խմբակ։ Ինչ պարակտման մասին է խոսքը։ Պարոն վարչապետ, Վազգեն arczepiskopos Միրզախանյանը իր հարցազրույցում նշել էր, որ դուք պատրաստ եք հանդիպել Կտրիչ Ներսիսյանին, կխնդրեմ ասեք համապատասխանում է այս տեղեկությունը իրականությանը եւ 10 եպիսկոպոսները, որոնք բարձրաձայնել են եկեղեցում առկա խնդիրները, քննադատությամբ են հանդես եկել եւ միացել են ձեր պահանջին, ձեր գնահատմամբ արդյոք նրանք ավելի ամբից են եւ տարբերվում են մյուս հոգեվորականներից։ Նրանք չեն միացել իմ պահանջին, նրանք իրենց օրակարգն են ձևավորել, որը շատ մեծ ընդհանրություն ունի այն օրակարգի հետ, որը ես եմ առաջարկել հայտնի հանգամանքների բերումով։ Ես ուզում եմ պարզ լինի։ Իրանք չեն միացել ինձ, ոչ էլ ես եմ միացել իրեն։ Իրանք իրանց օրակարգն են բերել, ես իմ օրակարգն եմ բերել կամ մենք մեր օրակարգն ենք բերել, եւ այդ օրակարգերը պարզվում է, որ մեծապես համընկնում են։ Եվ սա հենք է ստեղծում, որ մենք այդ օրակարգի շուրջ աշխատենք։ Այսինքն մեր ջանքերը մեկտեղ, եթե նույն խնդիրներն ենք ձևակերպել, ինչու այդ նույն խնդիրների շուրջ չաշխատենք։ Երկրորդ նրա մասին էր, որ արդյոք Կտրիչ Ներսիսյանը ինչ։ Այո, պատրաստ եմ ընդունել մի օրակարգով իր արժանապատիվ հեռացումը ապահովելու օրակարգով, որ պայն պատրաստ լինի հանդիպել, ես պատրաստ եմ։ Ինչ վերաբերում է 10 եպիսկոպոսներին, նրանք ավելի լավն են, խոսքը դրա մասին չի։ Ինչով են նրանք ավելի լավը, որ նրանք ընդունում են նորոգման, վերանորոգման, բարենորոգման եւ ինչու՞ չէ, վերանորոգման, բարենորոգման օրակարգը։ Այսինքն այստեղ խոսքը բովանդակության մասին է։ Մենք օրակարգը ինչի մասին է, որ պետքա լինի հաշվետվողականություն, թափանցիկություն, բարեվարկություն, եւ մենք բոլորը ընդունում ենք այդ օրակարգը, իրենք էլ են ընդունում, իրենք դուրս չեն դնում իրենց այդ օրակարգից եւ այդպես շարունակ։ Հիմա նույն տրամաբանությամբ, երբ որ մենք բան ենք անում, ունենք կոռուպցիայի դեմ պայքարի օրակարգ։ Մենք մեզ դուրս ենք դնում այդ օրակարգից, չէ՞ դու ընդհակառակը։ Մենք առաջին հերթին մեզ ենք դնում այդ օրակարգի մեջ։ Եվ բոլոր այն գործողությունները հակակոռուպցիոն քաղաքականության, որ անում ենք, այդ առաջին հերթին իշխանության ինքը իրան լրացուցիչ ձևով սահմանափակելուն է ուղղված։ Դրանով է 10 եպիսկոպոսները դրանով են ընդունելի առաջին հերթին, ամենայն հարգանքով անձերի նկատմամբ, բայց բովանդակության հիման վրա են ընդունել։ Իրանք ասում են, իրենք հայտարարություն են արել, որ իրանք ասել են մենք մեր բաժին մեղքը ընդունում ենք։ Եվ իրենք առաջ են քաշել բարենորոգման օրակարգը։ Եվ դա սկսել է կոնկրետ կետից։ Եթե Կտրիչ Ներսիսյանը տրամաբանական լուծման գնար եւ Արշակ Խաչատրյանին հետ կապված հետաքննությանը չխոչընդոտեր, կարծում եմ 10 եպիսկոպոսների այս դրսևոր, իմիջայլոց։ Էտել են ասում, բա ասում են ուղղորդել եք, չգիտեմ, կոմպրոմատներ եւ այլն։ Պատմության հիմքին եկեք նայենք։ Հենց Կտրիչ Ներսիսյանը ինքն է խումբ ստեղծել, ասել, այս հարցը քննեք եւ ներկայացրեք։ Այդ խումբը ընթացքում տեսել է եւ առաջին հայտարարությունը ըստ էության պարունակում էր այդ բովանդակությունը, որ Կտրիչ Ներսիսյանը առաջ դնելով հարցը քննելու եւ եզրակացության գալու խնդիր այդ մարդկանց առաջ։ Հետո սկսել է խոչընդոտել այդ մարդկանց գործունեությունը, որ ճշմարտությունը չպարզաբանվի։ Այսինքն ուզեցել է, դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ ուզեցել է Արշակ Խաչատրյանի դեպքը մաքրի բանի եպիսկոպոսների միջոցով, այսինքն Արշակ Խաչատրյանի մեղքի պատասխանատվությունը դնի 10 եպիսկոպոսների վրա, չգիտեմ, գուցե բոլորը չեն։ Այս մարդիկ էլ ասել են, բայց մի րոպե մենք ինչի պետք է դրա պատասխանատվությունը վերցնենք։ Ինչի պետք է, այսինքն ստեղից է սկսել, այդտեղ ոչ
ուղղորդման կարիք կա, ոչ եւ այդ ա եղել ենթադրում եմ ես իրանց հրապարակային տեքստերից եւ ենթադրում եմ իրանց այդ շփումներից ես տենց եմ հասկացել ամենը այդ եղել այն վերջին կետը որ իրանք հասկացել են որ չի լինի սենց հաջորդ հարցն է ազատություն ռադիոկայանում Պարոն վարչապետ, դուք ասացիք, որ հոգևոր նորոգման օրակարգն եք կիսում, այսինքն ձեզ միավորում եք այս եպիսկոպոսների հետ այդ օրակարգը եւ ողջունեցիք նրանց հայտարարությունը, որով նրանք պատրաստվում են հավաք անցկացնել կաթողիկոսին հեռացնելու պահանջով։ Մինչև այս հայտարարությունը անելը արդյոք նրանց հետ հանդիպում ունեցել եք, եթե այո, նրանք մինչև հայտարարելը պատմել են իրենց մտադրության մասին ձեզ եւ երկրորդ հարցը Փաստորեն, պարոն Փաշինյան, դուք ասում եք, որ չնայած իրավապահների լռությանը, դուք ասում եք, որ շարունակում եք պնդել, որ կաթողիկոսը զեկուցում է օտարերկրյա ծառայություններին եւ հակապետական գործողություններ է իրականացնում։ Չեք կարծում, որ դուք լինելով երկրի ղեկավար ձևավորում եք վտանգավոր մի նախադեպ, որով քաղաքացիները մարդիկ առհասարակ միմյանց կարող են խիստ ծանր մեղադրանքներ հնչեցնել, այս դեպքում դուք գրեթե պետական դավաճանության մեղադրանք եք հնչեցնում կաթողիկոսին եւ կատարել դրանից բխող գործողություններ։ Եվ դուք փաստորեն այս իրավիճակում փաստորեն ստեղծում եք մի նախադեպ, որով առանց իրավական գործընթացների կարելի է մարդկանց մեղադրանքներ հնչեցնել եւ դրանից բխող գործողություններ իրականացնել։ Նախ 10 եպիսկոպոսների հավաք անցկացնելու մտադրության մասին ես իմացել եմ իրենց հայտարարության տեքստը կարդալով։ Երկրորդը, ես էլ եմ ասում, ես ոչ մի իմ հայտարարության պահին ոչ մի գաղտնի բան չեմ բացահայտել, բացահայտել եմ արդեն բացահայտվածը։ Բացահայտել եմ արդեն բացահայտվածը։ Մամուլի հրապարակում, մամուլը փաստաթուղթ է հրապարակել։ Փաստաթուղթ, ընդ որում այդ փաստաթուղթը գտնվում է նաև պետական մարմինների տիրապետության տակ։ Պետական մարմինների տիրապետության տակ։ Ինչ կա, իմ ասածի մեջ ոչ մի նորություն չկա։ Ոչ, ես մտանգավոր նախադեպ չեմ ձևավորում, որովհետև ի տարբերություն ոմանց, այդ թվում ցավոք լրատվամիջոցների անհիմն հայտարարություններ չեմ անում։ Դա կոնկրետ հիմնավորումներ ունի եւ հրապարակային են այդ հիմնավորումները։ Իրավական պրոցես, որովհետև իրավական պրոցեսը ունի բազմաթիվ նրբություններ։ Այդտեղ նաև միջպետական հարաբերությունների 1000 հարց կա։ Ընդհանրապես, եթե դուք ուշադիր լինեք այդ ոլորտներին, կտեսնեք, որ շատ կարևոր նրբություններ կան, որոնք պետք է հաշվի առնել։ Հաջորդ հարցը Արմեն Պրասի։ Պարոն վարչապետ, ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն